Ես մեկի ժամանակ նաև այդ հարցը բարձրացրեցի ներքին գործերի նախարարին ասելով, որ վարորդական իրավունք ստանալու տեսական եւ գործնական քննությունների մասով մեծ հերթեր են գոյանում եւ նաև այդ ժամանակ խոսեցինք, որպեսզի առանց վարորդականով քշելով պատիժները ավելի խստացվեն եւ նաև նախարարը ասեց, բայց շատ կարեւոր միտք ասեցի, որ հիմա նույնպես ցանկանում նշել։ Տեսեք, մենք առանց վարորդականի վարելու հիմա բաները բարձրացնում ենք, ճիշտ է, իրավախախտման համար նախատեսված պատիժը խստացնում ենք, բայց պետք է սրան զուգահեռ նաև մեխանիզմ ունենանք, որպեսզի այն մարդիկ, ովքեր վարորդական չունեն, կարողանան հեշտ հերթագրվեն եւ գնան մասնակցեն տեսական եւ գործնական քննություններին։ Հաճախ քաղաքացիները գրանցվում են 3-4 ամիս հետո գալիս իրենց օրը, այսինքն այն անձով, որ զրկվել է եւ 1 տարի զրկված վարել է կամ չի վարել, ու եթե նա իր ապրուստի միջոցը մեքենա վարելով է վաստակում, այսինքն տաքսի վարում կամ առաքված ծառայությունում է աշխատում կամ այլ աշխատանքի կատարում, որը անմիջականորեն կապված է մեքենա վարելու հետ, նա ստիպված է եւս 4 ամիս սպասել մինչեւ իր վարորդական քննության հանձնելու օրը կգա։ Դրանից հետո մի հատ է տեսականի համար, եւ եթե ինչ որ բան իր մոտ լավ չի ստացվում, կտրվում է, եւս 2-3 ամիս պետքա սպասի։ Սա հետ կապված իրականում ես խոսել եմ ներքին գործերի նախարարի հետ եւ մյուս փոխնախարարի հետ, բայց պարոն փոխնախարար կխնդրեմ, որպեսզի ուշադրություն դարձնեք ու հերթերի համակարգը, ես գիտեմ հիմա որ համակարգ է դրվում, դրա մասին լուսաբանվի ու հնարավորինս շուտ անենք, որպեսզի մեր քաղաքացիների համար լինի ավելի հարմարավետ գրանցվելը վարորդական իրավունքի քննությանը մասնակցելը, որպեսզի մեր քաղաքացին կարողանա հեշտ մասնակցի